Չէ, պարոն Վարդևանյան, նիստերին չի վերաբերվում։ Հստակ տեսեք, քանի որ սա կարելի է համարեք ես HR-ն եմ, հիմա դուք եկել եք ինտերվյուի։ Հստակ աշխատանքի նկարագրությունը հետևյալն է, ասում է ազգային ժողովի նախագահի հանձնարարությամբ փոխարինում է ազգային ժողովի նախագահին կամ իրականացնում է ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման ուղղված այլ հանձնարարություններ։ Նիստի մասին խոսք չկա։ Եթե ասելիք ունեք, խնդրեմ, եթե չէ, անցնենք քվեարկությանը։ Միացրեք պարոն Վարդևանյանի խոսափողը։ Շնորհակալ եմ։ Պարոն Ռուբինյան, կարծում եմ ձեր մասնագիտացումը իրավունքի ոլորտում չէ։ Երբ ես ընդգծում եմ, որ նշված դրույթը վերաբերում է նիստը նախագահելու կառուցակարգին, հավատացած եղեք, այդ պնդումը կատարում եմ ոչ թե պարզապես երկու ընդդիմադիր խմբակցությունների, այսինքն 100 հազարավոր մեր հայրենակիցների քվեի տեսանկյունից, իրացվող սահմանադրական պաշտոնի տեսանկյունից, այլ նաև մասնագիտական գիտելիքներ։ Եթե կլինի դրա վերաբերյալ անհամաձայնություն, վստահ եմ, նշվածի վերաբերյալ կարող է լինել նաև մասնագիտական քննարկում։ Ընդհանրապես, կարծում եմ նաև մեր հայրենակիցները ոչ թե պատկերացնում են ազգային ժողովի ինստիտուտին HR-ի եւ այլ կոնտեքստում, այլ իսկապես պարլամենտարիզմի կոնտեքստում։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Վարդևանյան, ամեն դեպքում կանոնակարգ սահմանադրական օրենքում ինչ գրված է հստակ է գրված եւ չգիտեմ դուք ընդհանրապես պետք չի իրավաբան լինելու համար, որպեսզի մեկ նախադասություն հայերեն մարդ կարողանա կարդալ եւ այն մեկնաբանել։ Տիկին Մանավազյան, ինչ որ բան ունեք ավելացնելու։